Եկամ երրորդ դասատուի դիպլոմ ունեմ։ Կտրուկ դիտումներ իջանից։ Մարքեթինգի ֆակուլտետի նկարագրությունը կարդացի, ուսի էսա։ Մի բան է սովորել մարքեթինգ, մի բան է պրակտիկա գնալ կամ աշխատել։ Աշխատելու ժամանակ եղավ դեսպանատան կյանքում այն ամեն ինչ կարելի լիներ։ Կարմիր բերետով նկարներ ցեցնեցի։ Ինչ կապ ունեմ ես սպորտի հետ, նույնպես ինչ կարող ակնհայտ չլինի։ Երևանի առաջատար բոքսի ակումբներից մեկի պատի վրա իմ նկարը կա։ Ճիշտ է, ես հիշեցի։ Եկամ իմ համար դաս տալը երբեք ոչ CV մասին աղը, ոչ ինչ-որ գումարային տեսանկյունից, ոչ էլ ինչ-որ ստատուսի։ Ես դա միշտ արել եմ սիրով, ուսանողները ինչքան տենց մոտիվացված լինեն, այնքան է ես կշարունակեմ դաս տալ։ Տենց մասնագետը երկար շուկայում չի կարող մնա կամ ինչ-որ արդյունքների հասնի։ Մի սերունդ ստեղծել է այդ մեծ կապիտալը, փոխանցել է երկրորդը չի կարողացել կառավարի ու այդ ամբողջը պատմել է։ Անկերներ բարև ձեզ, դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը, մեր այսօրվա հյուրը շատ հատուկ մի մարդ է, Լենա Գյուլխասյանը, Wilco կազմակերպության PR ղեկավարը։ Լենա, բարի լույս։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Բարի գալուստ մեր շատ համեստ, բայց հետաքրքիր տաղավար։ Ես գիտեմ, որ հենց հիմա քո բոլոր ուսանողները այս podcast-ը նայում են ու իմ կարծիքով դիտումների տեսանկյունից մենք բավական լավ արդյունք ենք ունենալու։ Փորձենք հետաքրքիր զրույց ունենալ, որ հետաքրքիր լինի։ Եթե իրենք podcast-ը նայեն ու հետո գան ասեն, որ նայել են, վայ, ընկեր Գյուլխասյան շատ հետաքրքիր էր, արդյոք ինչ որ հավելյալ միավոր իրենք կստանան, թե չէ։ Չէ, մեր մոտ շատ հստակ գնահատման չափանիշներ կա, գնահատման չափանիշների մեջ podcast նայելը չի մտնում։ Կտրուկ դիտումներ իջանից։ Եվ այսպես, բնականաբար մենք իրար արդեն մոտ 10 տարի, ես 14 թվականից ընդունվեցի, ըստ դրա արդեն շատ երկար ժամանակ է իրար ճանաչում ենք եւ ուզում եմ ամենայն սկզբից գնանք, ինչպես քո մոտ սկսվեց կապը ֆրանսիական աշխարհի հետ։ Եկամ ես ֆրանսիական աշխարհի հետ ոչ մի կապ չեմ ունեցել երբևիցե, չեմ տարապել այդ ինչ-որ սիրով դեպի Ֆրանսիան, չեմ երազը գնամ Ֆրանսիա տեսնել Էֆելյանաշտակը եւ այլն, իմ մոտ Կարմիր բերետով նկարներ ցեցնեցի։ Ես իրական դաժե մեծացել եմ ավելի շատ ռուսական ինչ-որ առումով միջավայրում, հայկական ընտանիքում, բայց գնացել եմ Չայկովսկու դպրոց, որը երաշտական տեսանկյունից ռուսական ինչ-որ նաեւ մեթոդոլոգիայով առաջնորդվող դպրոց է եւ ֆրանսիական ոնց որ Ֆրանսիայի հետ իմ կապը սկսվել է համալսարանից։ Հենց համալսարանից։ Իսկ ընտրությունը մարդիկ կան պատմում են, որ տարբեր համալսարաններից պետք է ընտրեին, մարդկա գիտեր, որ հենց ֆրանսիական է գնալու, քո դեպքում ինչպես է եղել։ Իմ դեպքում ես առաջին ընտրել եմ մասնագիտությունը, հետո նոր համալսարանը։ Ես ոնց նշեցի, երաշտական դպրոցում եմ սովորել ու ինքը հատուկ ուսումնարան էր, այսինքն ով ավարտում էր այդ դպրոցը, գնում էր կոնսերվատորիա։ Իմ դասարանից եւի 3 հոգի է, որ չի գնացել կոնսերվատորիա, եւ ես է գիտեմ, որ չեմ ուզում գնամ կոնսերվատորիա, որովհետեւ իրականում որպես երաժիշտ միջակ եմ ու չէի ուզում դառնալ միջակ երաժիշտ։ Ու իմ մոտ sense մտորումներ էր, հա, ինչ մասնագիտություն ընտրեմ, որ կարողանամ եւ իմ ես բավական կրեատիվ մտածողությունն եմ դա օգտագործեմ, բայց միևնույն ժամանակ ով ինձ ճանաչում է, գիտի, որ ես շատ այսպես պրիզմլյոննի, down to earth, անալիտիկ մտածողություն ունեցող մարդ եմ։ Ինչ մասնագիտություն կա, որ ինձ թույլ կտա այդ երկուսը համադրել։ Ու ոնց որ մամաս ինձ առավ sense ուղեցույց էր, ես սալատովի գույնի Հայաստանի բուհերի գրած էր դիմորդի ուղեցույց ու բոլոր համալսարաններ ես ընդունվել եմ 12 թվականին ասես բոլոր համալսարանների մասին ինչ որ ինֆորմացիա կար ու ֆակուլտետների նկարագրություն ու ինչ որ հասա ֆրանսիական համալսարանի էջերին ու մարքեթինգի ֆակուլտետի նկարագրությունը կարդացի ոսի էսա այն մասնագիտությունը որն ինձ թույլ կտա հենց այդ կրեատիվ կողմը համադրել ավելի անալիտիկ կողմի հետ եւ հենց ֆակուլտետը ընտրեցի ու ընտրեցի նաև հենց համալսարանը, որտեղ որ այդ ֆակուլտետը այդ տեսանկյունից շատ լավ ներկայացված էր։ Միանգամից հասկացար, որ մասնագիտության պետք է շարունակես, արդյոք առաջին աշխատանքային փորձն էլ նույն տրամադրությունը քեզ տվեց, այսինքն մի բան է սովորել մարքեթինգ, մի բան է պրակտիկա գնալ կամ աշխատել, արդյոք այդ նոտան շարունակվեց։ Իրականում իմ առաջի աշխատանքային փորձը կենտրոնական բանկում էր, որը բավականին խիստ կառույց է եւ ինչքան եմ արդյուն թվում է, որ այնտեղ այդ կրեատիվությունը ցուցաբերելու տեղ չկա, դա այդպես չի ու հենց սկսեցի աշխատել
մասնագիտությամբ ես աշխատել եմ PR բաժնում կենտրոնական բանկի եւ ես հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, որովհետեւ ու տեղից նաեւ գնաց իմ նեղ մասնագիտացումը, ինչպես գիտենք, մարքեթինգը բավականին լայն է, դու կարող ես գնալ դեպի ինչ որ ավելի անալիտիկ կողմը, կարող ես դեպի product-ը ուղղությամբ գնալ, ես գնացի դեպի հաղորդակցություններ PR եւ հենց ոնց որ իմ առաջին աշխատանքային փորձն էլ ինձ թույլ տվեց հասկանալ, որ հենց այդ ուղղվածությունն է, որ ինձ հետաքրքրում է։ Կարող ենք այդտեղ տարանջատում տալ, հիմա կխոսենք կենտրոնական բանկի մասին, բայց որոնք են այդ ուղղվածությունները, միգուցե ուսանողներ կան, որ քո դասին դեռ չեն եկել, չգիտեմ, բայց այդ տարանջատումը կարծես թե ես առաջին հերթին կարծում եի, որ հիմնական կենտրոնացումը ուսանողները պետք է տան միգուցե ոլորտային տեսանկյունից, իսկ դա էս ասելու, բայց չէ, մասնագիտական հենց ֆունկցիոնալ առումով էր դու խոսում։ Որոնք են այդ ուղղվածությունները, որ ուսանողները կարող են դիտարկել մարքեթինգում կարիերա ունենալու համար։ Ու կվերադառնանք նորից կարիերային։ Իրականում ճիշտ նշեցի, նաև կան ոլորտային մասնագիտացումներ, չգիտեմ, մարքեթինգը սննդի ոլորտում, մարքեթինգը ֆինանսական ոլորտում, բանկային ոլորտում եւ այլն, բայց կային նաև պրոֆիլային, որպես մարքետոլոգ, օրինակ մեր դեկանը միշտ համատություն անում բժիշկների հետ, որ ոնց է մի հատ բժիշկ չկա, որ ամեն հարցի պատասխանը կունենա, կան թերապևտները եւ կան արդեն ամեն մի ուղղվածությամբ նեղ մասնագետներ, նույնիսկ մարքեթինգում կատվայի մարքեթինգի մասնագետ, պրոդուկտի մարքեթինգի մասնագետ, անալիտիկ, հիմա նաև կա infrastructure-ի տեսանկյունից մարքետոլոգ, content մարքետոլոգներ, marketing strategist-ներ։ Ես ինքս ընտրել եմ հաղորդակցության ուղղվածությունը, որովհետև նաև իմ բնավորությամբ պայմանավորված հասկացել եմ, որ դա հենց այն է, որ իմ դուրը ամենաշատն է գալի, եւ հիմնական եթե ինչ-որ մեկը բացի թեկուզ աշխատանքային հայտարարությունները, ավելի շատ եթե LinkedIn-ում ամերիկյան կայքերում կտեսնի այն տարբեր ոնց որ պրոֆիլները, հա, որ մարքետոլոգը կարող է ունենա, բայց իհարկե ամեն ինչի հիմքը դա հենց բուն դասական, այսպես ասած, մարքեթինգն է, որին դու պետք է տիրապետես, որից հետո արդեն կարող ես գնալ ինչ-որ ուղղվածությամբ։ Իսկ սկսել աշխատանքային փորձը հանրային ոլորտից։ Դու խոսեցիր կենտրոնական բանկի մասին։ Ես գիտեմ, որ դու նաև Ֆրանսիայի դեսպանատանն ես աշխատել։ Ինչպես էր փորձառությունը նման կառույցներում եւ դրանից հետո դու գնացիր արդեն մասնավոր ոլորտ։ Իրականում այնց ստացվեց, որ իմ առաջին քանի տարին 5-6 կարիերայի առաջին 5 կամ 6 տարին ստացվեց, որ public-ը հանրային ոլորտում ա եղել, այսինքն շահույթ հետապնդող կազմակերպություններում եմ աշխատել եւ ինքս իմ համար էլ էր դա զարմանալի, որովհետեւ մարքեթինգը ավելի շատ կոմերցիոն գործունեության հետ է կապվում, բայց իրականում որ նայում ես թե մարքեթինգը ինչ ֆունկցիա է կատարում, հասկանում ես, որ ինքը կիրառելի է ցանկացած կազմակերպության, դա կարա լինի եւ ինչ-որ հանրային կառույց, կարա լինի հիվանդանոց, կարա լինի ինչ-որ հիմնադրամ, ՀԿ, նույնիսկ ինչ-որ չեմ քաղաքական ուժ, որովհետև ցանկացած դեպքում դու կամ ինչ-որ պրոդուկտ ես վաճառում, կամ ծառայություն, կամ ինչ-որ գաղափար։ Եվ այդ ամեն ինչի համար կոնկրետ իմ ուղղվածությամբ հաղորդակցության դու պետքա քո տարբեր public-ներին, աուդիտորիաներին դա ճիշտ հասկացնես, բացատրես, ճիշտ տեղ հասցնես։ Եվ օրինակ դեսպանատան օրինակով եթե վերցնենք, դեսպանատան դեպքում մեր այսպես պրոդուկտը Ֆրանսիան էր, որովհետև դեսպանատունը ինչ է, ինքը այդ երկրի ներկայացությունն է, հա, ինչ որ ուրիշ երկրում։ Եվ դու պետքա ճիշտ մատուցես, օրինակ Ֆրանսիան այս պահին ինչ է, որ ինքը օրինակ Էֆելյան աշտարակն ու Բերետը չի միայն, նաև Փարիզից դուրս կան օրինակ այլ հետաքրքիր քաղաքներ եւ օրինակ մենք որպես դեսպանատուն աշխատում ենք տուրիստական կազմակերպությունների հետ, որպեսզի իրանց ցույց տանք այն բազմազանությունը տուրիստական ուղղությունների, որը կա օրինակ Ֆրանսիայում։ Մենք աշխատում ենք լոկալ բիզնես ասոցիացիաների հետ, որպեսզի կապեր ստեղծենք Ֆրանսիայում գոյություն ունեցող բիզնեսների հետ։ Մենք աշխատում ենք մշակութային կազմակերպությունների հետ, որպեսզի նույնպես կապեր ստեղծվեր եւ ինչ-որ ընդհանուր պրոյեկտներ արվեր, այսինքն դա հենց այդ մարքեթինգային գործունեություններն է ինչ-որ առումով իրականացում եւ ես եղել եմ press and communication attaché, այսինքն հաղորդակցության եւ մամուլի կցորդը, հայերեն դա այդպես է կոչվում, եւ իմ հենց աշխատանքը եղել է, որ այդ Ֆրանսիայի ժամանակակից նաեւ Ֆրանսիայի տարբեր կողմերը ճիշտ ձևով համապատասխան աուդիտորիաներին ներկայացնել։ Ու այդ անցումը օրինակ իմ համար հանրայինից դեպի մասնավոր նաև իմ կյանքի ամենամեծ մարտահրավերներից մեկն է եղել։ Նույնիսկ մարտահրավեր։ Այո,
Ասեմ ինչի, որովհետև երբ որ դու կենտրոնական բանկում ես, երբ որ դու Ֆրանսիայի դեսպանատանն ես, ինչ որ առումով հանրայինի նաև այսպես ասած առավելություններից մեկը այն է, որ ստաբիլություն կա եւ նաեւ աշխատանքի ռիթմի որոշակի ավելի հանգիստ ռիթմ կա։ Երկու դեսպանատունը իմ աշխատելու ժամանակ եղավ դեսպանատան կյանքում այն ամեն ինչ կարելի լիներ։ Նախագահը եկավ ֆրանկոֆոնիայի սամիտներ, պետքարտուղարին մի քանի անգամ տեսլեմ արդեն ծանոթով հիշում է, նախարարը եկավ, ազնավուրը մահացավ ցավոք սրտի։ Իսկ ինչ հնարավոր է որ դեսպանատան կյանքում կարելի է 4 տարին որ ես այնտեղ աշխատել եմ եղավ։ Բայց ամեն դեպքում այնտեղ մի քիչ ուրիշ ռիթմ է գնում, քան մասնավոր ոլորտում, որովհետև եթե դու հանրայինում ինչ որ ավելի տարեկան 3 տարի, 5 տարի, 10 տարի ինչ որ այտենց ռիթմով են առաջ գնում, ապա մասնավոր ոլորտում օրինակ երամսյակներով կարա լինի ամսով կարա ինչ-որ բան արագ փոխվի շուկայում եւ դու պետքա ադապտացվես եւ իմ համար շատ մեծ challenge էր, բայց ես այդ գիտակցաբար գնացի այդ ուղղվածության, որտեվ հասկանում եմ, որ հանրային ոլորտում արդեն հետաքրքրություն դեսպանատանը որսիա ամեն ինչ եղել էր, ավել բան չէր կարող լինել, ես ուզում եի մասնագիտական աճ եւ մասնավոր ոլորտը ինչքան էլ որ այդ ստաբիլությունը քեզ չի տալիս, քեզ տալիս է աշխատանքի ավելի արագ ռիթմ, ինքը նաեւ ավելի շատ սովորելու, ավելի շատ մեծ բաների հասնելու հնարավորություն է տալի։ Այնպես է ստացվել, որ նախկին մեր հյուրերից շատերը նշում են եւ որ երբ հանրային ոլորտում են աշխատում, իրենց աշխատանքը կարծես ավելի իմաստավորված լինի, բայց դրանից հետո գնում են մասնավոր ոլորտ, կարծես ոնց որ ավելի գումար աշխատելու, գիտեմ որ քո դեպքը հենց դա չի, արդյոք կարողանում ես մասնավոր ոլորտում աշխատանք իրականացնելուց այդ նույն իմաստային արժեքը ստանալ աշխատանքից։ Իրականում ինձ թվում է այդտեղ եւ թե հարցը թե դու որտեղ ես աշխատում մասնավոր ոլորտում, որովհետեւ ես ինչ ընկերություններ, որտեւ մենակ ընկերությունը քեզ չի ընտրում, դու էլ որպես աշխատանք ընտրող մարդ ընտրում ես թե ում համար ես ուզում աշխատես, ում հետ ես ուզում աշխատես։ Ես միշտ ընտրել եմ նենց ընկերություններ, որոնք որ արժեքային տեսանկյունից կամ իրանց միսիայի տեսանկյունից համապատասխանել են իմ արժեքներին։ Ես աշխատել եմ ֆինթեք կազմակերպությունում, որը մարդկանց բերում են առօրյա հարմարությունը, որ մենք ունենք, որ կարող ենք հեռախոսով ինչ որ փոխանցումներ անել, վճարումներ անել, այսինքն ինքը բավականին նենց ոլորտ է, ես գիտեմ, որ ինքը նաև հանրային օգուտ է բերում, ինչու ոչ։ Ես աշխատել եմ ֆինանսական բրոկերային կազմակերպությունում, որը օրինակ հայ ներդրողին կապում է միջազգային շուկաների հետ, չգիտեմ, տալիս է այդ հնարավորությունները, որ դու քո եկամուտը նաև դիվերսիֆիկացված ձևով ներդրումներ կատարես։ Այսինքն ես միշտ նենց մասնավոր իմ գործատուներն այդ գործատուներ են եղել, որ ես այդ իմաստային պահը չեմ կորցրել։ Այո, շատ լավ, շատ հետաքրքիր ընտրության կրիտերիա է տալիս եւ ուսանողներն էլ կարծում եմ իրենց ոգեշնչելու կարիք կա այդ տեսանկյունից, որ ոչ թե ընկերությունը ձեզ պետք է ընտրի ու դուք որպես ուսանող, մանավանդ ֆրանսիականի ուսանող գնաք խնդրեք ասեք վայ, իրենք թող ասենց շատ ուրախ լինեն, որ դուք ուզում եք իրենց կազմակերպությունում աշխատեք, ոնց որ դինամիկաները մի քիչ կարծես այլ են։ Խոսեցինք նաեւ դասական այդ մարքեթինգային իրավիճակից, արդյոք մարքեթինգային տեսությունը, որը դու ուսումնասիրել ես տարիներ առաջ եւ այդ նույն տեսությունն էլ տասնամյակներ առաջ է գրվել ու մշակվել, արդյոք հիմա մարքեթինգային տեսությունը արդիական է կամ փոխվում է եւ ուսանողները կարիք ունեն այդ ամեն ինչը նորից սովորելու։ Իմ համար տեսությունը դա հիմքն է։ Դու ոնց է շենք ես կառուցում, դու հիմք ունես, դրքանը շենք բացես։ Դենց իմ համար տեսությունն է, այսինքն իմ կարծիքով դու չես կարելի լինես լավ մարքետոլոգ, եթե դասական են հիմք հանդիսացող գրքերը չես կարդացել։ Եվ տեսությունն է իրականում մարքեթինգի, ինքը քանի որ մարքեթինգը բավականին այսպես կենթանի ոլորտ է, ինքն էլ է ոնց որ բիզնեսի եւ մեր աշխարհի փոփոխությունների հետ զուգընթաց փոխվում։ Եվ օրինակ ես նաեւ մեր համալսարանում դա պահանջած, որ դու չես կարող նույն, ասենք, դասը եկար կարդացիր այս տարի, գազ նույնը կարդաս մյուս տարի։ Դու պարտավոր ես միշտ քո կուրսը update անել, նայես թե ինչա ոնց որ աշխարհում փոխվել, տեսության մեջ փոխվել։ Եվ որպես դասախոս եմ ես միշտ նայում թե ինչա թարմացվել, եւ նաեւ որպես մասնագետ։ Եվ օրինակ ես վերջերս վերցրել եմ դասական Practice of Public Relations գիրքը, հիմա 15-րդ իր edition-ը կա, որտեղ օրինակ մտցրած է թե արդեն AI-ը ոնց է ազդում մեդիաների, ԶԼՄ-ների բիզնեսի
վրա եւ այլն, այդ նրբությունները, այսինքն ես չի ասի, որ տեսությունը ինչ որ առումով դա հին բան է, որին չարժի անդրադառնալ, պետք է օրինակ մենակ ինչ որ on-line կուրսեր անցնել։ Իմ համար տեսությունը դա այն հիմքն է, որի վրա դու արդեն կարողանում ես կառուցել ու հավաքել մնացածը։ Արդյոք քո դեպքը եզակի այն տեսանկյունից, որ հենց դու սիրում ես այդ ոլորտը այնքան շատ, որ այդ 15-16-րդ edition-ները կարդում ուսումնասիրում ես եւ ծրագրում ներառում ես։ Արդյոք իմ կարծիքով քո դեպքը շատ ավելի եզակի է, որովհետեւ ոչ բոլոր դասախոսները կարծես այդ նույն մոտեցումով անեն, ընդունված պրակտիկա կա, որ սլայդերը մի անգամ մարդ պատրաստեց, ամեն տարի կկարողանա օգտագործել։ Իրական կոնկրետ մեր համալսարանի դեպքում կարող եմ ասել, որ դա պահանջ է, այսինքն դու միշտ պետքա, եթե չեմ համ 20% քո նախորդ տարվա նյութից ինքը փոխվի, update թարմացված լինի։ Իսկ ինչ վերաբերում է որպես մասնագետ, աշխատող մասնագետ, էլի ինձ թվում է այդ հետաքրքրությունը մեկը կա, մանավանդ որ մի քիչ մարդ մի 10 տարի աշխատում է, ես շատ գործընկերներ ունեմ, ովքեր գնում են ինչ-որ թեկուզ on-line երկրորդ մագիստրատուրա են անում, MBA են անում, որտեղ իրանք էլ են զգում աշխատելիս, որ ինչ-որ տեղեր պակաս կա եւ դա ինչ-որ ֆունդամենտալ միգուցե խորքային գիտելիքի պակասա, որը դու չես կարողի կուրսով լրացնել եւ իրանք ինքնակամ գնում են այդ քայլին։ Խոսենք հիմա Լենայի մասին որպես դասախոս։ Ինչպես եղավ քո դասախոսական կարիերայի մեկնարկը, արդյոք նույն սիրով ես այդ ամեն ինչը անում եւ քո կարծիքով դա շարունակական գործունեություն կլինի քեզ համար թե ոչ։ Իրական չգիտես ինչու, մոտ միշտ այդ վստահությունը եղել է, որ ես պետքա դաս տամ։ Ու շատ հետաքրքիր եւ ոնց որ նշեցի, ես երաժշտական դպրոց եմ ավարտել, սորական երաժշտական դպրոցի, ես եկամ երաժշտության դասատուի դիպլոմ ունեմ։ Okay. Եվ մենք երբ որ դպրոցում սովորում ենք, մենք նույնիսկ առանձին առարկա ունենք մեթոդոլոգիա, թե ինչպես դու պետք է աշխատես աշակերտի հետ։ Դասավանդման, մանկավարժության, այո, ես դասընթացում եմ եւ հենց դիպլոմը երաժշտության դասատուի ունեմ։ Ու իմ մոտ միշտ նաեւ եւ թե իմ բնավորությամբ պայմանավորված, ես միգուցե նաեւ զոդիակի նշանով պայմանավորված, միշտ ոնց որ փորձում եմ երկու կողմը տեսնել իրավիճակի, միշտ փորձում եմ ինչ-որ ըմբռնումով մոտենալ եւ այսքան մարդկանց հետ աշխատելու իմ կարողությունը ոչ միայն իմ կարիերայի որպես PR մարքեթինգային հարթակցության մասնակից, նաեւ որպես դասախոս դա իմ համար շատ կարեւոր ու օգտակար ոնց որ ունակություն է ինձ մոտ։ Եվ ինչպես սկսեց, իրականում ես սկսել եմ դասավանդել ոչ թե ֆրանսիական համալսարանում, այլ ֆիզկուլտ ինստիտուտում։ Ինչքան էլ դա Իսկ ինչ առարկա էր դասավանդում։ Իրականում ֆիզկուլտ ինստիտուտում մի պահ կա շատ հետաքրքիր մագիստրոսական ծրագիր մարքեթինգը եւ մենեջմենտը սպորտում։ Եվ ինչ կապ ունեմ ես սպորտի հետ, դա նույնպես ինչ որ կարող ակնհայտ չլինի, ես երկար տարիներ գնացել եմ բոքսի եւ ճիշտ է, ես հիշեցի, այո։ Եվ Երևանի առաջատար բոքսի ակումբներից մեկի պատի վրա իմ նկարը կա։ Ու երբ որ ես սկսեցի այնտեղ գնալ, ես միակ աղջիկն եմ, առաջի 6 ամիսը, ուրիշ աղջիկ չկար, հետո նայեցի իրանց կոնտենտի, նայեցի տեղանքին եւ այլն, հասկացա ինչի է դա։ Կարող շատ լավ բիզնեսմեններ են այդ բոքսի ակումբի տերերը, ասում մասնագետին լսում են։ Ինչու խորտներ սկսեցի տալ եւ այլն, բամ քիչ փոխվեց իրանց կոնտենտը նաեւ ոնց որ զալի փոփոխություններ ինչ որ արեցին ու սկսեցի նաեւ այնտեղ աղջիկներ կան եւ այլն։ Ոնց որ ես այդ փորձը մարքեթինգ անել սպորտի ոլորտում ոնց որ ունեցա ոչ իմ այսպես հիմնական կարիերայից դուրս, որպես ուղղակի ընկերներիս աջակցելու համար եւ երբ որ այդ հնարավորությունը եղավ ես դիմեցի եւ իմ փորձի նաեւ գիտելիքների վրա ընտրվեցի, ես սկսեցի այնտեղ այդ մարքեթինգային հարթակցության դասը տալ։ Եվ դրանից եւ թե մի տարի անց ֆրանսիականում մեր դասախոսը որ PR էր դասավանդում դուրս եկավ, գնաց այլ աշխատանքի եւ այնտեղ էլ բացվեց կոնկուրս եւ ես դիմեցի եւ հաշվի առնելով այդ իմ փորձը եւ այլն անցա հարցազրույցները եւ արդեն 4 տարի է երևի թե դաս եմ տալի։ Եվ արդյոք կարծում ես դա շարունակական կլինի քեզ համար թե չէ։ Մարդիկ կան ասում են մի քանի տարի դաս կտամ, կանցնեմ արդեն մյուս հարցերին։ Վերջ։ Աշխատանքային փորձը CV-ում կա, հետո պետք կլինի կասեմ ես դասախոսել եմ։ Իհարկե քո մասին չի այդ ամենը, բայց հետաքրքիր է։ Եկամ իմ համար դաս տալը երբեք ոչ CV-ի մասին ա եղել, ոչ ինչ-որ գումարային տեսանկյունից, ոչ էլ ինչ-որ ստատուսի։ Ես դա միշտ արել եմ սիրով, եւ իմ համար նույնիսկ դժվար է դա անել։ Այն առումով, որ ես միշտ էլ աշխատել եմ շատ պատասխանատու պոզիցիաներում ու
որպես աշխատող մարդ դժվար է որ դու նախ քո գործատուի հետ ես պայմանավորվում, որ ես այսքան ժամ պետք է օրվա մեջ մի հատ գնամ գամ, բայց փառք Աստծո միշտ ունեցել եմ այնց գործատուներ, որոնք միայն ողջունել են դա։ Հետո գնում ես, հետ պիտի գաս քո նաև ընթացիկ աշխատանքը վերջացնես, դրանից էլ ես դու հոգնում։ Բայց երբ որ դու գնում ես լսարան ու ունես ուսանող, ով ասենց վառ աչքերով քեզ լսում է, հարցեր է տալի, ներգրաված է, գնում ինչ-որ բան ուսումնասիրում գալիս էլի է հարցեր տալի, այդ էներգիան, այդ ռուսերեն ասած ադդաչան ինձ մոտիվացնում որ ես շարունակեմ։ Ես ունեցել եմ դեպքեր, մի դեպք է, որ տենց մոտիվացված չեն ուսանողները, ես գիտեմ թե ինչքան մոտիվացված չեմ ես։ Ու հենց այդ ոնց որ ուսանողներից է գալիս այդ էներգիան, որ ես էլ մոտիվացված կամ դասի, իսկ մեր ուսանողները ինչքան տենց մոտիվացված լինեն, այնքան է ես կշարունակեմ դաս տալ։ Եթե ավելի Լենան իհարկե ես կարծում եմ յուրաքանչյուր դասընթացին ցենց շատ լավ է պատրաստվում, բայց եթե էլ ավելի տենց մեծ էքստրա բաներ եք ուզում, ապա դրական տենց մի հատ սուրճ խմած կգնաք իր դասը։ Բայց էներգիայի մասին ինձ շատ հետաքրքիր է։ Արդյոք դա երկկողմանի է։ Եթե դու գնում ես լսարան, կվերցնեն կամայական ինչ-որ լսարան, պարտադիր չի հենց ֆրանսիականը լինի, էլի, որտեղ ուսանողները եկել են, բայց կարծես թե տենց մի քիչ տիպողաբար են եկել, իրենց այդքան է հետաքրքիր չի։ Արդյոք դասախոսը հնարավորություն ունի այնպես դասը ներկայացնել, որ նույնիսկ այն չհետաքրքրված մարդիկ էլ ունենան այդ հետաքրքրությունը։ Եթե մարքեթինգի աչքով ենք նայում, երևի տեսությունը կասի, որ չէ, որովհետև այդ մարդը եկել է լրիվ այլ բանի համար, դու ուրիշ բան ես տալիս։ Այդտեղ ինչն է սխալ գնացել։ Ճիշտ ասած չեմ կարող ասեմ, ես էլ քան որ տենց փորձ ունեցել եմ, ինքս էլ հիմա մտածում եմ, որ նույն ես եմ, նույն իմ դասն է, ինչի ինչ որ լսարան ունեցել եմ, որը մեծ հետաքրքրությամբ լսել է, որտեղ մենք ունեցել ենք հետաքրքիր դեբատներ, զրույցներ, որտեղ ես երբեք չեմ միակողմանի իմ դասը վարում, միշտ դա երկխոսության ձևով է, ֆիդբեք եմ հարցնում եւ այլն, եւ ունեցել եմ լսարան, որը ասած ընդհանրապես հետաքրքրված չէր եւ բացարձակ մոտիվացված չէր։ Այդ հարցի պատասխանը դեռ չեմ գտել։ Ես էլ մտորումներ եմ իրականացնում այդ հարցի շուրջ։ Իսկ կապը դասախոսների հետ, փաստացի դու համալսարանում սովորել ես, դրանից հետո վերադարձել ես որպես դասախոս։ Հիմա ես գնում եմ համալսարան, ինձ հարցնում են, բա ինչի համար ես եկել, Սերգեյ ջան, ինչ կա, ոնց ես եւ այլն։ Արդյոք այդ նույն ջերմ կապը դու հիմա արդեն ունես դասախոսների հետ, ովքեր տարիներ առաջ քեզ դաս են տվել։ Ես ասես երկրորդ սերունդն եմ, հա, դասախոսների։ Իրականում ես դասախոսական մեր կազմը ինչով է ֆրանսիականը իմ համար սենց տոփ համալսարան համարվում, որովհետև մեզ դաս են տալիս մարդիկ, ովքեր հենց ոլորտի մասնագետներ են, ում հետ դու արդեն ավարտելուց հետո քո աշխատանքային առօրյայում առնչվում ես որպես մասնագետ։ Իսկ ինձ երբեք այդ կապը չեմ կորցրել իրանց հետ։ Մարդիկ կան, ում հետ ես երևի թե ամսը գոնե մի անգամ ինչ-որ միջոցառմանը այդ ֆինանսների ոլորտում տեսնում եմ, բարևում ենք, խոսում ենք եւ այլն։ Եվ իմ համար մի քիչ իհարկե այդ անցումը, երբ որ դու ինչ-որ մեկին որպես դասախոս ես վերաբերում, հետո որպես գործընկեր, մի քիչ, ասես awkward էր, բայց էլի շատ հետաքրքիր էր։ Իրանց էլ է հետաքրքիր տեսնել, որ մարդում ես կրթել եմ, ինքն է գնացա ինչ-որ կայացել է, հիմա հետ է եկի, հիմա ինքը իմ գործընկերն է, ինձ միշտ տենց հավես է հետաքրքիր է ինձ հետ շփվել։ Դուք ով եք խոսում հետ, թե դույով, թե ես միշտ բոլորի հետ by default դա կապ չունի դասախոսա թե ով է, դուքով եմ խոսում, չէ՞ մարդը ինքը չառաջարկի, դա եւ թե Ֆրանսիայի դեսպանատանը աշխատել տարիներից մնացած սովորությունն է, չէ՞ մարդը չի առաջարկում անցնեք դուի, ես կապ չունի իմ բոլոր ուսանողների հետ եմ դուքով խոսում եւ այլն, այսինքն դա ավելի շատ մոտ եւ թե էտիկետի ինչ որ բան։ Եվ խոսենք Լենայի մասին որպես գրող։ Անցած տարվա ընթացքում էր, եթե չեմ սխալվում, դու քո գրքի շնորհանդեսը կազմակերպեցիր, ես շնորհակալ եմ, որ հրավիրեցիր։ Եվ մեր ֆրանսիականից տարբեր մարդիկ կային, կարող ես պատմել վստահաբար դա եւս մի կարևոր կարիերայի գիծ կարծես լինի քո ինքնակենսագրականում, ինչպես սկսեցիր հետաքրքրվել նման գրականությամբ եւ ոնց որոշեցիր, որ այդ ամեն ինչը պետք է գրվի եւ գիտեմ, որ սա վերջին աշխատանքը չի։ Ոչ, այո, դա ինքը մոտ դետեկտիվ ոնց որ գրքերի շարք է եւ այս տարի երկրորդ մասն է դուրս գալու։ Ոնց այդ ամեն ինչ սկսեց, իրականում իմ մոտ միշտ գրելու նկատմամբ սերը եղել է եւ նաեւ ես կապում եմ այն, որ ես լավ PR եւ մարքեթինգային հաղորդակցության մասնագետ եմ նրա հետ, որ ես լավ storyteller եմ։ Այսինքն կարծիքով առաջի հերթին լավ ոնց որ PR մարքեթինգային հաղորդակցության մասնագետը պետք է լավ storyteller լինի։ Եվ ես նույնիսկ հիշում եմ, որ մենք ինչ որ լեզու ենք սովորում օտար, որ ասում ինչ որ շարժություն գրի, ես ոչ թե գրում եի, չգիտեմ ինչպես անցկացրեցի օրս, այլ ինչ որ պատմություն էի գրում։ Ու ամենահաճախը գրում էի դետեկտիվ։ Հորինում էի դետեկտիվ, ու այդ նույն պերսոնաժներ։
Նույն Էլենան էր, եւ ես ունեմ հələ short story-ներ ֆրանսերենով, նույնիսկ իսպաներենով, որ ֆրանսիական իսպաներեն ենք սովորում, Էլենայի ինչ որ տարբեր adventure-ներ, ու իմ մոտ մի պահ եղավ, որ ես աշխատում էի էլի խիստ ոլորտում, որտեղ շատ կրեատիվություն մի քիչ դրսևորելու հնարավորություն չկար, ու ոնց որ իմ ուղեղին պետք էր ինչ որ առումով հանգստանալու միջոց, եւ ես ուղղակի գնացի այդ բլոկնոտ առամ, գրիչ առամ Աշխատանքից հետո նստում էի կաֆե, մի երկու ժամ, просто նստում գրում եմ, շատ է հարցում դու մտածում ես ձեր նորից գում, չէ, ես նստում սկսում եմ գրել։ Ու տենց ծնվեց առաջի տենց այսպես ասած լիամետրաժ գիրքը ու նույն մեթոդով արդեն երկրորդը կլինի։ Ինքը նաև իմ համար ինքս ինձ մարտահրավեր նետելու միջոց է, որովհետև եթե դու ինչ որ ոլորտում կայացել ես, իսկ ես 23 տարեկանում արդեն Ֆրանսիայի դեսպանատան պրես ատաշեն այդ ինչ որ ստատուս է, 26 տարեկանում արդեն դասախոս է, դա էլ ինչ որ ստատուս է։ Շատերը ունեք վախենում են, երբ որ դու ինչ որ ստատուս ունես, գնալ մի բան փորձել, որտեղ դու սկսնակ ես։ Ու իմ համար դա այդտենց challenge էր, ես ուզում եմ ինքս ինձ challenge անեի, ինքս ինձ մարտահրավեր նետեի եւ տեսնեի ոնց եմ ես ինձ դրսևորում, որ երբ որ ինչ-որ միտեղ սկսնակ եմ, ու իմ համար շատ հետաքրքիր ու դրական փորձ էր, ես ինքս իմ մասին այդ process-ից լիքը բան սովորեցի։ Կարծես թե դա լինի գործիք ինքնուրույն այդ comfort zone-ից դուրս գալու համար եւ ցույց տալու, որ դու սարի ներքևում ես գտնվում։ Արդյոք հիմա պլանավորում ես արդեն որևէ այլ ինչ-որ մի բան, որ նման կերպ փորձելու ես, թե դեռ մի հատ երկրորդ գիրքը լինի, բոլոր գործերը գնան առաջ, նոր կխոսես դրա մասին։ Նենց է չէ որ միշտ ուզում եմ ինչ-որ տենց անդադ ինքս ինձ տենց մարտահրավերներ նետեմ։ Իրական միշտ կողքից իմ մոտ մի հատ հետաքրքիր բան կա, օրինակ ես վերջերս արաբերեն սովորեցի, գնացի քննություն հանձնեցի, դա էլ իմ ուղեղը ոնց որ օգնում որ միշտ տենց ֆորմայի մեջ լինի, այսպես ասած։ Դա ման ինչ միշտ կողքից մի բան կա, որը որ իմ տենց գործի հետ կապ չունի եւ դա օգնում է ինձ իմ ուղեղին միշտ տոնուսի մեջ այսպես ասած մնալ ու նաև ինչ-որ առումով հանգստանալ, կտրվել այսպես ասած կորպորատիվ աշխարհից եւ Իսկ քանի լեզու հիմա գիտես, որը ստացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն։ Ու մի քիչ իսպաներեն ֆրանսիականում սովորել եմ, այսինքն կարամ հասկանամ, բայց ազատ չեմ կարող։ Իսկ արաբերենի հետ սերը որտեղից սկսվեց։ Փոքր սպոյլեր անեմ իմ երկրորդ գիրքը այդ Middle East-ում է տեղի ունենում եւ ինձ պետք էր ոնց որ լավ հասկանալ մշակույթը եւ նյուանսները, իսկ իմ համար մշակույթը հասկանալու լավագույն միջոցներից մեկը դա լեզու սովորելն է։ Դու լեզուն չես սովորում մենակ գրամատիկա, դու նաեւ ինչ որ նրբություններ ես սովորում այդ ազգի մասին, այնտեղի մտածելակերպի մասին եւ ես տենց որոշեցի։ Շատ հրաշալի որոշում է, կարծում եմ օգտագործել նման background եւ դրա հետ մեկտեղ հասկանալ մարդիկ ոնց են բառ օգտագործումներով պատմություններ տալիս, շատ հետաքրքիր է լինելու։ Մենք բոլորով կսպասենք արդեն երկրորդ գրքի շնորհանդեսին, տվյալներին, էջերին անպայման հետևեք, այնտեղ sense հետաքրքիր թիզերներ ա լինում, բայց նաեւ վերադառնանք նորից մարքեթինգային աշխարհ, այո, տեսությունը փոխվում է, կարող ենք արդյոք քննարկել ինչ-որ նոր ուղղություններ, որ միգուցե ուսանողները կարող են ուշադրության կենտրոնում ունենալ, AI մասին դեռ առանձին կխոսենք, բայց տեսական հատվածը, հա, Kotler-ից զատ մնացած բաները եւ վերջին այս նույն edition-ները, որ դու ասեցիր, այնտեղ ինչ հետաքրքիր վեկտորներ կան, որ ուսանողները կարող են հիմա օգտվել միգուցե այն հնարավորությունից, որ արձակուրդներ են շուտով լինելու, կամ գնալ աշխատանքի, կամ ուսումնասիրել այդ նոր մոտեցումները, որ աշխատանքում նրանք հետագայում կարողանան օգտագործել։ Իրականում ես չի ասի, որ սենց շատ ամեն դեպքում այս պահին սենց լուրջ բան եմ տեսնում, որ շատ կտարբերվի նրանց ինչ որ հիմա կա։ Ես ավելի շատ տեսնում եմ, որ ուղղակի գործիքներն են փոխվում, ինչը նորմալ է, անդադ փոխվում, այսինքն մի 10 տարի առաջ դու չեմ ռադիո, 10 չէ, ավել ռադիո եւ այլն դրա վրա էր акցենտ ուրիշ channel-ներ չկար, հետո սկսեց սոցիալական ցանցերը եւ այլն, այսինքն գործիքները, ուղիները, տեխնոլոգիաները, որոնք քեզ օգնում են այդ աշխատանքը կատարել, փոխվում են, ավելանում են, բայց այսպես ասած հիմքը ինքը մնում է հիմքը եւ ես դաժե իմ դասերի ժամանակ սլայդ ունեմ որ ասում եմ դուք պետքա միշտ ոնց որ ստրատեգիկ եւ նաեւ ինչ որ առումով հոգեբանության տեսանկյունից մարքեթինգին հաղորդակցությանը նայեք ոչ թե այսինքն միշտ ուսանողներս ասում չգաք ինձ ասեք պետքա նկարենք reel-ը ինքնանպատակ չի դու պետքա հասկանաս ով է քո աուդիտորիան, ինչ մեսեջ ես ուզում հասցնես, ինչ արդյունք ես ուզում ստանալ եւ նոր հասկանաս, թե ինչ կոնտենտի ֆորմատով ու ինչ ուղիով ես ուզում դրան հասնես, որովհետեւ նաեւ ամենամեծ խնդիրը մարքեթինգի է նա, որ դու շատ ես քո վրա պրոյեկտում ես
օրինակ թերթ չեմ կարդում, դա չի նշանակում թերթ չեն կարդում, եկե Հայաստանում կարող է, բայց օրինակ նույն Ֆրանսիայում կարդում են, այսինքն դու պետքա հստակ հասկանաս քո աուդիտորիային ու այդ աուդիտորիան ճիշտ հասնելու միջոց ու կարող է իր մտածելակերպ, իր lifestyle-ը չբռնի քոնինի հետ, դու պետք է որպես մասնակից կարողանաս այդ քեզ առանձնացնես, այդ abstraction անես ու կարողանաս ճիշտ իրանց հետ աշխատես։ Ուսանողներին ես խորհուրդ կտամ ավելի նաև ինչ որ հոգեբանության մասին գրքեր կարդալ, դեռ մարքեթինգը հարթակցությունը առաջի հերթին դա նաև աուդիտորիային լավ հասկանալն է։ Աուդիտորիան լավ է հասկանում իհարկե նաև data-ի շնորհիվ, որը թվային ոնց որ տեխնոլոգիաների շնորհիվ մենք հիմա առատ ունենք եւ կարող ենք օգտագործել, բայց մեկը միշտ մնում է նաև հոգեբանական մասը, կարդալ գրքեր եւ դասագրքեր եւ նաև հենց մասնագիտական ավելի non-fiction գրքեր եւ ինչու ոչ այն ոլորտը, որի մեջ իրենք ցանկանում են խորանալ, փորձել այդտեղ ինչ-որ internship-եր անել ամառային ամիսներին, որպեսզի տեսնեն իսկապես իրենց դուրս գալիս է թե ոչ։ Իսկ ինչպես ճիշտ բաժանել եւ հասկանալ, որ իրավիճակում պետք է վստահել թվերին, որ իրավիճակում պետք է վստահել ինտուիցիային եւ աշխատանքային փորձին։ Իրականում ինձ մոտ դրա հստակ պատասխանը չկա, որովհետև իմ մոտ էլ եղել է դեպքեր, որ ասենք եթե ես նայեի մենակ տենց թվերով ինչ-որ մի բան պետք է անեի, բայց իմ ներքին ձայնը, իմ փորձը, իմ ասես ինտուիցիան ինձ ասում էր չէ, սենց արա, ես տենց արեցի ու ճիշտը դա էր։ Դա չգիտեմ, երբ թե շատ փորձի հետ մարդու մոտ ձևավորվող ինչ-որ ունակություն է։ Իսկ եթե ուսանողները օգտագործում են ինչ-որ AI գործիքներ, արդյոք դու նորմալ ես նայում դրան, թե ասում ես որ AI-ը ուղղակի կարմիր գիծա պետք չի անցնել։ Հակառակը ես ասում եմ օգտվեք։ Իմ համար AI-ը ոնց որ օրինակ Excel-ն է։ Դա հնարավորություն է քո համար, քո աշխատանքը ավելի արդյունավետ, արագ, ինչ որ առումով ինչ որ բաներ ավտոմատացնելու միջոցով անել։ Այսինքն եթե դու ինչ որ մեծ, չեմ հաշվարկներ պետք է անես, դու հիմա չես ասում թղթով եւ կալկուլյատորով, դու Excel-ի մեջ ես օրինակ դա հաշվում։ Բայց մեկը չպետք է մոռանաս, որ դու պետք է տիրապետես այն գիտելիքներին են հմտությունները, որ քեզ պետք են, որ դու կարողանաս այդ աշխատանքը նաև գնահատես։ Ես միշտ ֆիզիկայի հետ եմ տանում զուգահեռներ, ես ֆիզիկայի գիտելիքներն դպրոցի մակարդակում են։ Հիմա եթե ես AI-ին տամ ֆիզիկայի մասին ինչ-որ բարդ խնդիր, ինքը գլուծի ինձ տա, ես չունեմ capacity, ես չեմ կարողանա հասկանամ ինքը լավ է լուծե, ճիշտ է լուծե, ինքը պրոստը ինձ ինչ-որ բան կտա ու ես չեմ ուզում, որ ուսանողները իրենց դառնան ապագայում իրենց մարդիկ, ով տան AI ինչ-որ բան անի, իրանք վերցնեն ու դա տանեն, այսինքն դառնան ինչ-որ միջնորդ AI-ի ու չգիտեմ, իրական աշխարհի միջև դա ինձ թվում է տենց մասնագետը երկար շուկայում չի կարա մնա կամ ինչ-որ արդյունքների հասնի, այսինքն AI-ին վերաբերվել որպես գործիք, որը քեզ կարա օգնի, բայց իրան որպես զուտ ճշմարտություն, միակ ճշմարտություն տենց չդիտարկել։ Իսկ արդյոք AI օգտագործելով արդեն մասնագետների կարծես մտածելակերպի կամ մտքի արագությունը կարծես իջնի։ Ես տենց բաներ նկատել եմ գոլեգաների հետ շփման արդյունքում, գիտությունը դեռ նոր քայլեր է անում, հստակ պատասխան չի կարող տալ, բայց նույն ինչ որ անուն գեներացնելու, նեյմինգի ժամանակ agency-ներում նեյմինգի ժամանակ ամենայն սխալը քննարկումներն էին լինում, այդ ժամանակ AI չկար ու փորձում ենք ինչ որ մի տեղից հետաքրքիր անուն գտնել, հիմա նեյմինգի համար ուղղակի էլի տեքստը գրում են ու հասկանում ես, որ այդ ստեղծարար էներգիան արդեն մարդկանց մոտ կարծես չլինի։ Հետաքրքիր բան ասացիր, իրականում ես նաև ասված լրագրողների հետ էի շփվում, լրագրողներ կային մեծ մասը ասում էին, որ իրանք չեն օգտվում AI-ից հենց տեքստը գրելու համար, իրանք օգտվում են AI-ից, օրինակ չէ proofread անելու համար, ինչ որ սխալներ գտնելու եւ այլն, բայց մեկ հետաքրքիր միտք ասաց, հիմա մի քիչ ոնց որ դա մարդու ուղղը ծուլացնի։ Եթե առաջ օրինակ եթե նեյմինգի ժամանակ դու կարող բացեիր ինչ որ ժուրնալներ, գրքեր, փորձեր զուգահեռներ տանել եւ այլն, տենց հասնել հիմա մարդիկ просто մտնում են AI-ի մեջ ու ինչ որ հարցեր են տալի AI-ին, դրա միջոցով են փորձում գտնել։ Իմ կարծիքով այն ինչ որ դու կստանաս առանց քո կողմից ինչ որ input, այդ թվում կրեատիվ դնելու թեկուզ նույն AI-ի մեջ, ինքը եթե դու քո կողմից որևէ ներդրում չունենաս կրեատիվ, դա կլինի շատ sense ընդհանրական generic մի բան կստացվի ու դա կարա աշխատի եթե չգիտեմ նոր ես քո ինքդ քո բիզնեսն ես սկսում նոր ես սկսում ինչ որ քեզ էս բան մի բան արագ պետք է բայց եթե դու որ ամբիցիա ունես ինչ որ
տարբերվող հետաքրքիր մասնագետ լինելու, հետաքրքիր լրագրող, PR-շիկ եւ այլն, իսկ մա դու պետք է այդ քո կրեատիվ բանը քո մեջ ունես, միանշանակ եթե դու մենակ AI-ի վրա հույսը դնես, հաստատ ավելի ծույլ մասնագետ կդառնաս։ Facebook-ում եւ LinkedIn-ում դու բարբերաբար քո հետևորդների հետ կիսվում ես ինչ որ հետաքրքիր մարքեթինգային кейսերով, որը կարող է այդ պահին լինի, մեկը 3 ժամ հետո դու արդեն քո մասնագիտական մեկնաբանությունն ես տալիս, վերջին ամիսների ընթացքում արդյոք ինչ որ տենց հետաքրքիր кейս կամ crisis communication-ի օրինակներ ես բարբերաբար վերում, ինչ որ մի դեպք կա, որը կարող ենք ներկայացնել ու ֆարի մեր ուսանողներին։ Իրականում ճիշտ նշեցիր, ամենասիրած թեմաներից մեկը PR մեջ դա crisis communication-ը, երկեցավոք առիթ ունեցել եմ տենց кейսերի հետ աշխատելու, բայց ու նաև իմ դասի ժամանակ իմ ամենասիրած լեկցիաներից մեկն է, ու ես սիրում եմ այդ թեմայից խոսելով բերել տարբեր օրինակներ, նույնիսկ նենց օրինակներ, որոնք որ հենց շատ լուրջ crisis-ներ չեն, այսինքն դու տեսնես, որ reputational crisis կարա լինի ինչ-որ մի հատ փոքր մի բանից, օրինակ ես վերջերս, եթե չեմ սխալվում, այդ Starbucks-ի case-ով է կիսվել, որ իրանք product-ին անուն էին հնարել, Tank, ու նենց օրեն դուրս բերել շուկա, որը որ կապված էր այդ երկրում քաղաքական ռեպրեսիաների արդյունքում տանկերը մարդկանց վրա անցել են, մարդիկ էին զոհվել եւ այլն, ու իրանք ոնց որ հաշվի չառնելով լոկալ կոնտեքստը, լոկալ նրբությունները, տենց դուրս էին բերել շուկա եւ մեծ backlash էին ստացել։ Նույն օրինակը, որ ես էլի նաեւ իմ դասերի ժամանակ եմ բերում ու սկսում եմ հարցից, ասում եմ ինչ վերջերս վերջի մի 3-4 տարվա ընթացքում մեծ դեպք ա եղել սոցիալական ցանցում տրենդ ա եղել, որ մի ամբողջ երկիր նեղացել է աշխարհից։ Ամբողջ երկիր աշխարհից։ Չեմ հիշում, ես չեմ ասի։ Հուշեմ ֆիլմերի հետ է կապված։ Չէ։ Սպասի հələ ֆիլմերի հետ, հələ մի քիչ էլ օգնո հուշում ներդու։ Միքսել են 2 ֆիլմ, առանց հաշվի առնելով եմ երկրորդ ֆիլմի կոնտեքստը։ Չեմ հիշում, կարող է շատ հայտնի ա եղել, ես ֆիլմը չեմ հաստատ ձեր չտեսաչնես, բանը Barbie ֆիլմը եւ Oppenheimer ֆիլմը, որ միաժամանակ էին դուրս գալիս մի քանի տարի առաջ, Barbieheimer trend-էր սոցցանցերում, որ վերցում են երկու ֆիլմերի, ասենք պոստերներից ինչ որ ընդհանուր պոստեր էին սարքում կամ գցում էին ոնց է մարդը վարդագույն հագած գնում, մի ֆիլմը նայում հետո փոխվում sense սերի հագած գնում մյուսը եւ այլն։ Եվ սոցցանցերում տենց trend կար ու Warner Brothers-ի, եթե չեմ US account-ը comment-էր արել նմանատիպ մի նկարի տակ գրել էր it's going to be a pink summer կամ նման մի բան եւ ճապոնիան նեղացել էր, ուղղակի նեղացել էր, դե գիտեք Օպենհայմերը ինչ թեմայի հետ է կապված, ատոմային եւ այլն այդքան մարդ Ճապոնիայում մահացել է ու իրանք ոնց որ պահանջել էին, որպեսզի US իրանց headquarter Warner Brothers-ի Ճապոնիան պահանջել US headquarter-ը ներողություն խնդրի եւ ուշադրություն դարձնի, որպեսզի նման բաներ չկրկնվեն։ Եվ դա էլ է crisis communication-ի օրինակ, երբ որ դու էլի այդ նրբությունները, կոնտեքստը պատմական եւ մշակութային հաշվի չես առնում։ Երևի էլի նման իրավիճակ էր, մի հատ ռիլ նկարենքի գաղափարով տակը մի բան գրել են առանց հաշվի առնելու այդ կոնտեքստն է, շատ հետաքրքիր է։ Ըստ դրա, արդյոք դու օգտագործում ես AI գործի մեջ եւ ինչպես։ Ես էլ եմ շատ օգտագործում իրականում, օրինակ ես խնդիր ունեմ, երբ որ տեքստ եմ գրում, հայերեն, արագ եմ մտածում եւ կարող տառերը տեղերով թարս գրեմ ու հետո 5 անգամ կարդամ այդ տեքստը չեմ տեսնելու, որ այդտենց սխալ եմ արել, տալիս եմ իրան, ասում եմ, նայ, ինչ որ տառեր տեղերով խառնասություն եմ, թե չէ, ինքը օրինակ ու ասում եմ, ուժ բան չփոխես։ Այո, չոպտիմալացնես իմ տեքստը։ Ինքը օրինակ դա նայում է, ինձ տալիս է, հետո կարող է ինչ որ մի հատ նախնական research ինչ որ բանի մասին որ անում եմ, իրանից ինչ որ բաներ հավաքեմ, բայց անպայման հարցում եմ source-երը, որպեսզի հնարած բաները իշ չտա, որտեղ այդ խնդիրներ լինում է AI-ի հետ։ Հիմնականում այս պայդրությամբ ավելի տեխնիկական եմ օգտվում, որպեսզի ինչ որ բաներ ավտոմատացնեմ, ինչ որ բաներ ուղղակի ինքը ինձ տեխնիկական օգնի։ Ուղեղի աշխատանքը ինքը չփոխարինի ամեն դեպքում։ Չէ, կարող ասենք իչեմ այդ նախադասություն ունենամ, իրան տամ, ասեմ ինձ մի քանի վարիացիա տուր, հետո այդ վարիացիաներից ինչ որ մի քանի բան վերցնեմ, բայց մեկը վերջում իմը սարքեմ, ուղղակի իրանից օգտվում, կարող ինչ որ հոմանիշներ բերի, որ այդ բանի մտքով չեր անցնում։ Արի խոսենք քո
այս պահի կազմակերպության մասին, որտեղ որ աշխատում ես, ինչպես եղավ քո մուտքը դեպի այդ կազմակերպություն եւ ինչ հետաքրքիր գործունեություն ա ծավալում թիմը Հայաստանում։ Իրականում այդ կազմակերպություն Wilco ընկերություն մոտ 2 ամիս է ինչ տեղափոխվել եմ, բայց արդեն երկար տարիներ է, որ աշխատում եմ ֆինանսական ոլորտում, սկսել եմ դասի կենտրոնական բանկից ռեգուլյատորի կողմից, հետո ֆինանսական բրոկերի մոտ եմ 2 տարի աշխատել, նաև private equity ընկերությունում, իսկ այն ընկերությունը, որտեղ հիմա եմ աշխատում, ինքը wealth management-ով է զբաղվում, այսինքն հարստության կառավարում, հա։ Այո, այսինքն, եթե դու շատ փող ունես կամ ակտիվներ, կապիտալ, դա նույնպես պետք է կառավարես, որտեղ եթե գիտենք, թողում ենք ոնց կա, ինֆլյացիա, նաև ինչ որ հարկային եւ այլն բան, այդ հարցերը, որպեսզի դու 0-ից հեծանիվ չհնարես, թե ինչպես ճիշտ կառավարես, բնականաբար կան մասնագետներ, կան տարիների ընթացքում ձևավորված որոշակի մոտեցումներ եւ համապատասխանաբար մեր հաճախորդները հիմնականում դա նաև լինում են ընտանիքներ, որոնք ընտանեկան կապիտալ են ունենում, այս դիմում են եւ մեր մասնագետները արդեն օգնում են կառավարել իրենց կապիտալը, նաև ինչ որ մասնագիտական են մոտեցումները միջազգային որ կան, նաև մենք դե լիցենզավորված ընկերություն ենք, ներդրումային ծառայություններ ենք մատուցում եւ շատ հետաքրքիր մի հատ թեմա կա, որը որ ոնց որ Wilco-ի միջոցով եմ ես հենց բացահայտել, դա ժառանգականության թեման է, երբ որ դու բիզնեսի տեր ես, կառուցել ես այդ քո մեծ բիզնեսը, ոնց ճիշտ իրան փոխանցես հաջորդ սերունդներին, ոնց որտեվ շատ կան դեպքեր ու հենց մտանգեցուն սկսեց իրա մասին կարդալ, որ մի սերունդ ստեղծել է այդ մեծ կապիտալը, փոխանցել է երկրորդը չկարողացել կառավարի ու այդ ամբողջը վատնել է օրինակ։ Ինչը շատ դեպքերում հենց այդպես էլ կարծես լինում է։ Ու օրինակ մեր ընկերությունը այդ ուղղությամբ նեղ մասնագիտացում ունի եւ էքսպերտիզա ունի, թե ինչպես այսպես ասած աշխատել այդ երկրորդ հաջորդ սերնդի հետ, որպեսզի ճիշտ իրանց ինտեգրես, ճիշտ ասենք վերաբերմունքը եւ այլն, դա նույնպես շատ հետաքրքիր ուղղվածություն է, որ մեր ընկերությունը ունի։ Բայց իրավաբանական տեսանկյունից, որովհետև Ֆրանսիայում օրինակ այդ ինստիտուտը շատ զարգացած է, չէ՞, ինչպես անել, որ հարկային առումով նորից հարկեր մարդիկ չվճարեն, երեխաներին փոխանցումները ճիշտ կերպով լինի։ Մենակ այդ առումով թե նաև կառավարչական աչքով։ Չէ, ոնց որ նշեցի, մեր ֆինանսական կազմակերպությունն է, մենք բնականաբար ինչ որ գործընկեր իրավաբաններ ունենք, որի շնորհիվ կարող ենք նաև ինչ որ իրավաբանական հարցերը կարգավորել, բայց ինքը ավելի շատ մոտեցումը կապիտալին եւ ավելի ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ դու կարող ես կոպիտ ասած այդ թղթաբանությունը անես, ինչի նույնպես շատ բավականին խրթին գործ է, բայց նաև այդ ճիշտ մտցնես քո ժառանգին կոպիտ ասած գործի մեջ։ Օրինակ Ford-ը նման խնդիր ունեցել է, ինքը իր որդուն երբ որ մտցրել է գործի մեջ, չի թողել այդ որդին որոշումներ կայացնել, կամ որ կայացրել է, ինքը բոլորի մոտ իր կայացրած որոշումը հեչ է արել, ու ոնց որ չի թողել, որ ինքը որպես ղեկավար, որպես լիդեր կայանա, դա նաև ոնց որ աշխատողների աչքերում արդեն կոպիտ ավտորիտետը մարդը կորցնում է, նաև ինչ որ ոչ գրավոր պայմանավորվածություններ կա, չէ՞, բիզնեսում ինչ որ հարաբերություններ կան կայացած, ոնց դա դու կարողանաս փոխանցել, իսկ դա նաև ինչ որ շատ նուրբ sense թեմա է, էլի, որը մենակ թղթաբանությամբ չի սահմանափակվում։ Ինձ թվում է այդ ոլորտում էլ ինքնին այդ challenge-ներ կան, այսինքն դու քո աշխատանքը հրաշալի գիտես, բայց ինչպես նման ծառայությունները հայաստանյան համատեքստում ներկայացնել, դա էլ բավական հետաքրքիր, բայց մի քիչ բարդ է լինելու։ Հա, ոնց որ դրանց 2 տարի առաջ էլ սկսեցի ֆինանսական բրոկերային ընկերությունում աշխատել, հիմա արդեն ոնց որ մեր առօրյային բրոկերային հաշիվ արժեթուղթ մի քիչ այդ բառերը արդեն կան, բայց այդ ժամանակ նոր էր թափ հավաքում ու ելին իմ համար հետաքրքիր մարտահրավեր էր, ոնց այդ Հայաստանում դեռևս անծանոթ պրոդուկտները, ծառայությունները մատուցենք մեր լսարանին, Apricot Capital-ի մասն է խոսքը, այնտեղ աշխատելու ժամանակ ու շատ հետաքրքիր կարողացանք Apricot Ակադեմիայի միջոցով մարդկանց իրազեկել եւ լուրջ CSR գործունեություն կատարեց ընկերությունը, նենց էլ հիմա Wilco-ում այո, այդ նուրբ թեման, որովհետեւ մանավանդ ընտանիքը փողը, կապիտալը իրենք Հայաստանում ունեցան ինչ որ տաբու թեմաներ են եւ մարդիկ ոչ միշտ են ազատորեն դրա մասին խոսում, կիսվում եւ այլն, շատ հետաքրքիր է նաեւ իմ համար անկեղծ ասեմ աշխատել այս ոլորտում ու հենց այդ նույնիսկ այդ թեման
преемственность, եթե ռուսերեն ասենք, succession, եթե անգլերեն, ես սկսել եմ դրա մասին գրքեր կարդալ, պատմությունը ուսումնասիրել այդ մեծ դինաստիաների, որոնք որ արդեն 7-րդ կամ 8-րդ սերունդն է փոխանցում է կապիտալը կամ ոնց ալու, որ ինչ-որ մի հատ սերունդ այդ կապիտալը կորցնում է, շատ հետաքրքիր է։ Քո մասնագիտական կարծիքով ի՞նչն է այս պահին պակասում հայկական շուկայում մարքեթինգի տեսանկյունից։ Իմ կարծիքով հայկական շուկայում հիմա պակասում է հստակ պատկերացումը, թե ինչ է մարքեթինգը, ինչ է մարքետոլոգը, ինչ է PR-ը, ինչ է PR-շիկը, որովհետև ընկերություններ կա, ինչ որ մարքետոլոգին ամեն ինչ իրանից ակնկալվում է կամ նենց ոնց որ հանձնարարություններ են տրվում, որ ընդհանրապես դա մարքետոլոգի աշխատանք չի, դա դրա ասենք շո նեղ մասնագետները կան եւ այլն, այսինքն նույնիսկ բիզնեսի ղեկավարների կամ սեփական հետայերի կողմից կարիք կա, որպեսզի իրանք էլ ճիշտ հասկանան, թե մարքեթինգը ինչ արժեք ու իսկական շատ մեծ կարևորություն ինքը կարա ունենա քո բիզնեսի համար, որպեսզի դու նաև ճիշտ ձևավորես հարցումը, ճիշտ ձևավորես այն հանձնարարությունները, որոնք որ դու տալիս ես քո մասնագետին։ Պատրաստել ենք բլից հարցեր, պետք է ընտրես կամ մեկ տարբերակը կամ մյուսը։ Ուրեմն, Ֆիլիպ Կոտլեր թե Սեթ Գոդին։ Ֆիլիպ Կոտլեր։ Միանշանակ տենց, հա, վարկանակ։ Այդ չգիտեմ, ոնց որ ասես Մոցարտ թե ոչ մի ինչ-որ ժամանակակից ինչ-որ մի հատ երաժիշտ, ոնց որ մեկը հիմքն է, մյուսը վաճառք թե մարքեթինգ կամ Իմ համար մարքեթինգ։ Հասկացա, իսկ եթե մարքեթինգը գումար չի բերում, այսինքն ուղղակի, այսինքն մարքեթինգը իրականացվում է, բայց վաճառք չկա։ Ուրեմն վատ է իրականացվում։ Հասկացա։ Վատ դիզայն թե հոգնեցնող տեքստ։ Պետք է ընտրեմ։ Որը քեզ համար ավելի տենց թույլատրելի կլներ, էլի։ Քո կարծիքով։ Եվ վատ դիզայնը։ Վատ դիզայնը գոնե կգնա։ Շատ լավ։ Իդեալական թիրախավորում թե շատ օրիգինալ գովաստ։ Թիրախավորում։ Ունենալ to-do list, թե ունենալ օրինակ agile-ի ինչ-որ board կամ Jira-ի ինչ-որ board։ Ես սիրում եմ անալոգ աշխատելը, դրա համար իմ համար to-do list-ը։ Շատ լավ, մարքեթինգային ղեկավարում իրականացնել մեկ product-ի համար, թե միաժամանակ տարբեր product-ների համար։ Մարդու բնավորությունից է կախված։ Ավելի կոնկրետ։ Ինչքանով ես դու կարողանում միաժամանակ մի քանի աշխարհում լինես։ Designer of չի հետևում brand book-ին, թե copywriter of ուշացնում է, բայց վերջում լավ տեքստ է տալիս։ Ավելավը ուշտա, պես լավ տեքստ։ Լավ տեքստ է, շատ լավ, ChatGPT թե Claude։ Եվ թե Claude։ Claude, իսկ բանը փորձել ես, ֆրանսիական են Mistral կար մի հատ։ Քաշել եմ, բայց հենց չեմ։ Հասկացա։ LinkedIn թե Instagram։ Նայած ինչի համար։ Եվ վերջին հարցը, Ufara 2016 թվականին, թե Ufara 2026 թվականին։ Նայած ինչի համար։ Նայած ինչի։ Ոնց կնախընտրես ավելի շատ։ Ufara միշտ փոխվում է, միշտ տրանսֆորմացիաների է ենթարկվում։ Ես 16 թվականին ավարտել եմ բակալավրիատը, իսկ հիմա որպես դասախոս եմ մտնում։ Ինքը համ նույն համալսարանն է, համ նույն համալսարանը չի։ Եվ երկու իր ոնց որ տարբերակներում է, ինքը շատ լավ համալսարան է, այդ պահի դրությամբ այդ իրականության մեջ։ Եվ ամենավերջում մենք միշտ ունենում ենք խորհուրդ ուսանողին, որը կլինի քո խորհուրդը ուսանողին, դիմորդին, շրջանավարտին, ով հենց այս բանին նայում։ 3-ին էլ թե մեկ ընդհանուր խորհուրդ, 3 սեգմենտին, որ համապատասխանի։ Շատ լավ։ Ես երբ թե կասեմ լինել curious, ոնց էր հայերեն։ Հետաքրքրասեր, բայց անկեղծորեն, որովհետև ինձ թվում կախված չի ինչ մասնագիտության տեր մարդ ես, եթե դու աշխարհի նկատմամբ, քո դիմաց մարդկանց նկատմամբ անկեղծ հետաքրքրասեր ես, քո կյանքը, կարիերան, ընդհանուր ոնց որ ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում ու ավելի հավեսով ես անում։ Շատ լավ։ Ինչ որ բան ուզում ես ավելացնել, թե չէ։ Մի հատ կետ կա, որ կուզենայի ավելացնել։ Սա ուղղված է երևի թե նոր սկսնակ ուսանողներին կամ այն մարդկանց, ովքեր որ պետք է աշխատանք փոխեն, միշտ հաշվի առեք, որ դուք ունեք անձնական բրենդ ու իր վրա պետք է աշխատել, եւ հաշվի առեք, որ
ինչ տիպի ընկերությունում եք աշխատում, օրինակ ես այդ կոնտրաստը շատ մեծ զգացել եմ, երբ որ ես սկզբում աշխատել եմ երկու նենց տեղ, որոնք կայացած կոպտասած բրենդեր են, Կենտրոնական բանկ, Ֆրանսիայի դեսպանատուն։ Ինչ որ մտեղ գնում ասում ես, ես դեմ աշխատում, ոչ մեկ երկրորդ հարց չի տալի, դա ինչա ոնց է։ Հետո գնում ասում ես աշխատում եմ, ասենք չէ, ընկերության անունն է տալի, որը կարող է B2B սեգմենտում է եւ մարդիկ դրա մասին չեն լսել, արդեն քեզ կոպտասած ուրիշ աչքով են նայում։ Այսինքն դու պետքա քո համար հասկանաս, դու ինչ ես ուզում, ինչ որ ստատուս ես ուզում իր հետ եկող պլյուսերով, մինուսներով, թե ինչ որ ավելի adventure ես ուզում, բայց միևնույն ժամանակ ավելի մեծ հնարավորություններով աճելու, ազատության, նոր բան ստեղծելու, որովհետև կայացած տեղ, երբ որ դու գնում ես ինչ որ կառույց, դու այնտեղ դառնում ես այնտեղի համակարգի մաս, քիչ է քո, այսպես ասած, մարժան, որ դու կարողանաս ինչ-որ նորարարություն կամ ինչ-որ մեծ փոփոխություն անես։ Իսկ մյուս աշխարհում, երբ որ ինքը հələ նոր բրենդ է կամ համեմատաբար որպես private ավելի ճկուն է, դու կարող ես այդ ստատուսը չունենաս, այդ ինստիտուցիոնալ բրենդը քո հետևում չունենաս, բայց ավելի մեծ ազատություն ունենաս ու աճելու ինչ որ ավելի հետաքրքիր պերսպեկտիվաներ։ Շատ կարևոր խորհուրդ էր։ Մանավանդ հիմա, որ հեսա հնարավորություն ալնելու նոր աշխատանքներ նայել եւ որոշ մարդիկ արդեն փնտրտուքների մեջ են։ Շատ շնորհակալություն։ Ուրեմն, քեզ շնորհակալություն, շատ հաճելի էր։ Ընկերներ, մեր այսօրվա հյուրն էր Լենա Գյուլխասյանը, կարող եք մեկնաբանություններում գրել, թե ում եք ուզում պատկերացնել որպես մեր թողարկման հաջորդ հյուր։